Ինչքան ժամանակ արդեն աշխատում եք նոր դեկտեմբերից բարև լավ եք։ Բարև ձեզ երեխաներ, լավ եք, բարև ձեզ, նստեք երեխաներ, ինչ եք անում, ինչով եք զբաղված հիմա։ Տիկին Անդրեասյան, մենք ունենք ստանդարտ, թե մի աշակերտի հաշվով քանի համակարգիչ պետք է լինի։ Այսինքն նկատի ունեմ դպրոցին համակարգիչ տալիս աշակերտների թիվը հաշվի ենք առնում։ Էս ինչ դաս է։ Հիմա ինչ եք անում։ Դա համակարգիչները նոր են։ Նոր են համակարգիչները։ Իսկ 3D պրինտերը կարողանում եք օգտագործել։ Ճիշտ ասած ոչ, պետք է դրանք վերապատրաստել։ Մենք համատաբար վերջերս են ստացել։ Ամսի 13-ից էլ պետք է արդեն Python ուրիշ ծրագրավորման լեզուներ վերապատրաստել, որ ավելի լավ տիրապետեն։ Շատ լավ։ Իսկ համակարգիչները ինտերնետ ունեք, հա։ Նորմալ։ Հա, նորմալ։ Համակարգիչները նոր են, բավարար հզորության, հա։ Այսինքն մենք այն հաշվարկով ենք առնում, բանվարչապետ, որ մի քանի տարի պիտի աշխատեն եւ Իմիջայլոց էլ հաջորդ հարցն է, քանի տարի։ Այսինքն տեղել ստանդարտ ունենք, որ համակարգիչը պետք է լինի այսքան, որից հետո պետք է նորացնել։ Իհարկե իրանք դիմեն երաշխիքային սպասարկման ժամկետ եւ Չէ, դրանից դուրս։ Այսինքն կառավարության դիրքորոշումը, որ համակարգիչը նոր տվինք դպրոցին, ինքը պետք է այսքան ժամանակից հետո փոխարինվի նորով։ ցանկալի է, որ Բարև ձեզ։ Լավ եք։ Ինչ ես նկարում։ Բարև ձեզ։ Ինչ ես նկարում։ Ինչ անունդ։ Անգելինա։ Լավ ես զգում քեզ դպրոցում։ Շատ լավ, Անգելին։ Ուրախ եմ շատ։ սա էլ արդեն 3 տարի է, որ դպրոցի հոգեբանի հաստիքը պարտադիր են դարձրել բանվարչապետ։ Բոլոր դպրոցներում համալրված ենք։ Մեծ մասամբ այո, եւ առանձին վերապատրաստում են։ Այստեղ ոնց որ ֆիզկուլտուրայի դահլիճ կա, հա։ Դե ոչինչ հիմա։ Բարև ձեզ։ Նստեք, նստեք։ Աշխարհագրության դաս։ Բարև ձեզ։ Լավ եք, ստացել եք նյութեր։ Ինչի մասին է այսօր ձեր դասը։ Բնական միջավայրի էկոլոգիական համասարակշռությունը, դրա խախտման պատճառները։ Շատ լավ եք զգում ձեր դպրոցից ես դուր գալիս։ Այս դեկտեմբերից առաջ որտեղ եք դաս անում։ Հարմար է, գոհ եք նորոգումից, որակից։ Շատ լավ, հաջողություն եմ մաղթում, շնորհակալ եմ։ Հա, էլեկտրոնային բան գրատախտակ ինչքան է տարածված մեր դպրոցում։ Հիմա մենք արդեն բոլորին այս փուլում կտանք էլեկտրոնային գրատախտակներ, թղթային քարտեզների փոխարեն բանվարչապետ եւ կարծում եմ, որ հիմա մոտավորապես շուրջ 300 դպրոց կստանա։ Տիկին Անդրեասյան, այս իրանք ինտերնետին միանում են։ Այսինքն կարա Google Earth-ին միանա եւ Google Maps-ին միանա եւ քարտեզները տենց։ Նստեք երեք։ Հատկապես որ աշխարհացույց ծրագրին մասնակցում։ Ինչ ծրագիր է դա։ Առանձին հասարակական կազմակերպությունների միասին համակարգ։ Իմիջայլոց, քանի որ մենք գեոպորտալի բաներ ունենք, բաց շերտեր ենք ունենալու, պետք է այդ էլ մեր ուսուցիչներին տեղակ պահել, կադաստրի կոմիտեին էլ խնդրել, որ գան ցույց տան։ Այսինքն Հայաստանի այսպես ասած ենթակառուցվածքային ծրագիր կարող ենք անել, որ հենց
իրենք նախապես որոշեն թե ինչ ծրագրով պիտի պատմեն։ Շատ օգտակար կլինի, որ երեխեքը դպրոցում գեոպորտալը իրանց գյուղի ենթակառուցվածքների մասին, իրանց գյուղի կադաստրային քարտեզների մասին, հողամասերի մասին եւ այն շատ հետաքրքիր կլինի եւ օգտակար կլինի միջազգ կարող եք նաեւ որոշակի առաջարկներով հանդես գալ։ Կադաստրի կոմիտեն մի առաջարկ արել է, որ առնվազն հավաք դասարաններին նաեւ GIS-ի մեթոդաբանությունը դնենք հենց աշխարհագրության ժամանակ։ Հիմա միասին քննարկում ենք այդ ծրագիրը։ Առաջիկան փորձարկենք։ Ձմեռը տաք է եղել, չեք մրսել, էլի տենց եք նստած եղել սենյակներում, թե ավելի տաք հագնում եք, ավելի տաք չէ, շատ ուր։ Հիմա սա նշանակում է, որ մեր քաղաքականությունն է, որ բոլոր աշխարհագրության լաբորատորիաներում էլեկտրոնային գրատախտակներ տենց է կոչվում, ճիշտ ասեմ։ Բարև ձեզ։ Ինչպես եք, բարև ձեզ։ Երբ եք ստացել լաբորատոր սարքերը։ Հասցրել եք օգտագործել։ Դեկտեմբերից հասցրել եք օգտագործել։ Քանի հատ կոլբա է ջարդվել։ Չէ, շատ չէ, մի հատ կամ երկու հատ։ Մի հատ, երկու հատ, ուրեմն քիչ եք օգտագործել։ Որտե եթե օգտագործենք ջարդվելը անխուսափելի է, չէ՞։ Շատ լավ, ես նախորդ անգամ որտեղ ենք այդ ասեցի, դրանից էլ պետք չի նեղվել, որովհետև հիմա օրինակ դուք քիմիայի ուսուցիչն եք եւ քիմիայի եւ կենսաբանության, այսպիսի լաբորատոր նյութեր, դուք քանի որ ստաժով ավելի մեծ ստաժ ունեք, այսպիսի լաբորատոր նյութեր երբ եք հիշում, որ ստացել է դպրոցը վերջի անգամ։ Հիմա սա բանի համար եմ ասում, ես նկատի ունեմ այդ ես հասկանում եմ հետևյալը, դուք քանի տարի եք աշխատում 39 տարվանից լավ 30 տարում ստիպված եք եղել, դուք մեղավոր չեք, ստիպված եք եղել առանց լաբորատոր նյութերի դասեր անցկացնել եւ դա արդեն 30 տարվա սովորություն է։ Բոլորս պետք է հասկանանք, որ ջանք պետք է ներդնենք, որ սկսենք լաբորատոր, որտեղ 30 տարվա ռուտինը հեշտ չի փոխել, ով լինի, մեզնից ով լինի, այսինքն չի եղել 30 տարի մեկ էլ եկել է, ինքը այս պայի դրությամբ օտար նյութ է դասարանում, օտար նյութ է, ինչքան իրան դեռ պետք է դարձնել, հարազատ պետք է դարձնել, իր հետ պետք է դեռ շփվել, հարաբերվել, բայց այդ պետք է գիտակցել, նեղվելու բան չկա, 30 տարվա ռուտինը չես կարա, մի ամսում, 2 ամսում, 3 ամսում փոխես։ Հələ եւ դեռ հələ մենք երկար պետք է աշխատենք, որ մեր գիտակցության մեջ այն որ առանց լաբորատոր նյութի քիմիա չկա, այդ գիտակցությունը բան է լինի, որովհետեւ այո, եւ մենք շնորհակալ ենք դրա համար, որ այդ նյութի բացակայության պայմաններում մեր դպրոցները, մեր ուսուցիչները աշխատել են։ Հակառակ դեպքում կարող են ասեն, գիտեք ինչ, հնարավոր չի քիմիա դասավանդել նորմալ մակարդակի առանց փորձնական աշխատանքի։ Պետություն դու կապահովես, մենք էլ կապահովենք։ Բայց մենք շատ շնորհակալ ենք ձեզնից, որ դուք այդ պայմաններում արել եք։ Հիմա այս հնարավորությունը կա, ընդ որում չի ընդհատվելու սա արդեն կոլբան ջարդվեց, չեմ ասում տենց։ Որոշակի ժամանակ էլի կստացվի։ Մենք հիմա պետք է հասկանանք, որ քիմիան էնա, որ աշխարհագրությունը, կենսաբանությունը, որ լաբորատոր նյութի հետ է, այնպես որ մենք էլ իմացեք, որ կառավարությունը, նախարարությունը ձեր կողքին է, որպեսզի դուք այդ 30 տարվա ռուտինը կարողանաք հաղթահարել եւ արդեն նոր ռուտինի մեջ մտնենք, որտեղ այս գործիքների այդ աշխատանքը արդեն կներեք մկանային հիշողության նման բան է դառնում, որը
ինքնաշխատ ձևով աշխատում է։ Ուղղակի պատրաստում են նաև տեսա դասերը, բան վարչապետ փորձեր են նկարահանում, որ ուսուցիչները կարողանան նաև ավելի մեկ էլ էս շատ կարևոր է, որ այս բաներում բոլոր սեղանների տակ վարդակներ կան, որովհետև էլեկտրական մանրադիտակները բան միանան, որպեսզի դրան հատուկ ջուրը գալիս է։ տեսնում եք բոլոր կոմունիկացիաները այդ կապված։ Շատ լավ։ Այս հատկապես որ նորակառույց չի, կարևոր է որ կարողացել ենք անել։ Բայց այս նախագիծն էլ հələ որ ոնց որ վատը չի։ Այս որ թվին է կառուցվել դա։ Էլ 70-ականներին ինչքան մոտիկ կա, այնքան նախագիծը ավելի լավ է։ Բաց անհանգույցները չնայենք մենք։ Ստեղից ու քանա կոնքերը Բանը գտել էինք, հա ժավել էին արել բան վրա, որը բան չէ, ներժավեյկա է իրականում։ չէ, ինքը ներժավեկա չէ, բայց դե ժավել էր ամեն Նկատի ունեմ այստեղի բանի որակը ակնհայտորեն ավելի լավն է։ Դե այստեղ մի քիչ շինարարի բարեփոխությունից էլ է կախված, բայց պետք է աշխատենք ստանդարտիզացնենք, էլ այսինքն մի գծիկ ներքև Չէ, չեմ թողնում։ Միակ բանը, որ առաջիկայում կամոչացնենք, դա խոհանոցի սարքավորումներն են, ճաշան ստացվել է սարքավորումների ճակատագրի։ շատ լավ, շատ թենիս սեղան ունեք։ Վերջինում, բայց խոստացել։ Մարտակարարական կհասնի, այս այն դպրոցներից է բանավարչապետ, որ ավելի շուտ է ավարտվել, քան պլանավորված էր։ Բարև ձեզ երեխաներ, նստեք։ Բարև ձեզ։ Որ դասարան եք, նստեք։ Երկրորդ դասարան եք, բայց մեծ եք երևում ավելի։ Ուրեմն լավ եք սովորում, որտեղ ինչքան լավ եք սովորում, այնքան ավելի շուտ եք մեծանում։ Գիտեք, որ տենց է, չէ՞։ Ինչքան լավ են սովորում երեխեքը, այնքան շուտ են մեծանում։ Որ լավ չեն սովորում, դանդաղ են մեծանում, պուճուր-մճուր են մնում։ Արդեն վարժ կարդում եք, մաթեմատիկա եք հիմա անում, բազմապատկման աղյուսակը սովորում եք, դեռ շուտ է։ Շատ լավ։ Ձեզ դուր է գալիս ձեր վերանորոգված դպրոցը։ Առաջի դասարան որտեղ եք գնացել։ Ստեղ նորոգված էր, թե չէ ժամանակ որ բա ինչի նորոգվեց, գիտեք։ Որտեղ սկսեցիք լավ սովորել ու նորոգվեց դպրոցը, որ լավ չսովորեիք, ոնց կնորոգվեր, չէ։ Զգացել եք, որ կապ ունի ձեր լավ սովորելու հետ։ Շատ ապրեք։ Ինչով է բացատրում, որ շուտ ավարտվի, երևի։ Քան Բաղինյանը ավելի։ Բարև ձեզ։ Նստեք։ Բարև ձեզ։ Նստեք։ Որ դասարան եք։ Հիմա տեսակ, որ սեպտեմբերի 1-ին եկաք դպրոց, որտեղ գնացիք բադասի։ Որտեղ։ Հաճնի դպրոցում գնաք դասի, բա հետո եկաք ստեղ, ստեղա լավ թե այնտեղ։ Որտև նորոգված է, չէ։ Բա գիտեք ինչի նորոգվեց։ Ինչի նորոգվեց։ Հա։ Ով գիտի ինչի նորոգվեց։ Չէ, այդ պարզա որ գեղեցիկ լինի, բայց ինչի նորոգվեց։ Որտև դուք սեպտեմբերի 1-ին եկաք դասի, չէ, դպրոց։ Հետո մենք տեսանք, որ դուք շատ լավ եք սովորում եւ դրա համար էլ նորոգեցինք, որ ավելի լավ պայմաններում ավելի լավ սովորեք։
Չգիտեիք։ Հա։ Ձեր լավ սովորելու համար է, որ նորոգվել է։ Որ լավ չսովորեք, չենք նորոգի։ Հիմա որ ավելի լավ սովորեք, էլ ինչ ունենք անել դպրոցը։ Թենիսի սեղան, հեծանիվ, գնդակներ, հեծանիվներ ունենք։ Ինչքան լավ սովորեք, դպրոցը այնքան ավելի լավը կդառնա, չէ՞։ Դպրոցն էլ, հետո դպրոցից հետո ձեր համայնքը, ձեր գյուղը, հետո ձեր պետությունը։ Ինչքան լավ սովորեք, ավելի լավը կդառնա։ Որն է ձեր պետությունը, գիտեք։ Շատ ապրեք, շատ ապրեք։ Այս ընթացքում տխուր տպավորությունը մենակ 2005 թվին կառուցած դպրոցից աղվել։ Մյուս նախագծերը, որը նորոգվել է, տեսեք շատ լուսավոր, շատ լավ, շատ տրամադրող նախագիծ է, շատ լավն է։ Բարև ձեզ երեխաներ, նստեք, բարև ձեզ, նստեք երեխաներ, ով է ձեր մեջ չեմպիոնը շախմատի, ով է որ դասարանի մյուս աշակերտներին հաղթում, դու, էլ, բայց երկու հոգի, էլ, բայց ով որ դուք խաղաք հիմա ով կհաղթի, շատ լավ է, ճիշտ է, շատ ապրեք, ուրեմն շատ ուժեղ շախմատի դասարան ունեք, ճիշտ է։ Իսկ ով է որոշել, որ պետք է դառնա շախմատի աշխարհի չեմպիոն։ Ինչ լավ է, որ այսքան մարդ որոշել է, որ դառնա շախմատի աշխարհի չեմպիոն։ Իսկ ով գիտի հիմա ով է շախմատի աշխարհի չեմպիոնը։ Ճիշտ է, Տիգրան Պետրոսյանը եղել է շախմատի աշխարհի չեմպիոն, բայց 60-ականներին որ թվին կհիշեք։ 65 թվականներին, հիմա ուրիշ չեմպիոն է։ Չէ, Հնդկաստանի երիտասարդ ազգանունը դժվար է, չեմ հիշում ես։ Շատ ապրեք, շատ ճիշտ բան եք որոշել։ Իմացեք, որ մենք էլ կուզենք, Հայաստանի Հանրապետությունը կուզի, որ ձեզնից մեկը, եթե երկուսը ավելի լավ, տղաներից մեկը եւ աղջիկներից մեկը դառնան աշխարհի չեմպիոն։ Դրա համար էլ սենց լավ դասարան են կառուցել ձեզ համար, որ կարողանաք կենտրոնանալ շախմատի վրա։ Բայց դեռ սկզբից պետք է դառնալ դպրոցի չեմպիոն, հետո գյուղի չեմպիոն, հետո համայնքի չեմպիոն, հետո մարզի չեմպիոն, հետո Հայաստանի չեմպիոն, դրանից հետո արդեն միջազգային մրցաշարերը պետք հաղթել։ Շատ ապրեք։ Բայց ձեր հայացքից զգում եմ, որ լուրջ եք տրամադրված եւ շատ ողջունում եմ դա։ Մենք միշտ ունեցել ենք դրված սեղանները, երեխաները սկզբից բանա մի քիչ իրենց համար խորթել, բայց հետո իրենք սկսեցին խաղալ եւ այսպես պարտիան թողում էին, գնում էին դասին, նորից գալիս էին դասամիջոցին։ Չարաճճիներ չկան, որ գալիս են խաղում։ Շատ լավ է, շատ ապրեք։ Իսկ շախմատով զբաղվելը այլ առարկաների վրա, կենտրոնացվածության վրա ազդում է։ Ինձ թվում է տեքստերի վրա ավելի շատ կկենտրոնանան, վարժությունների վրա ավելի շատ կկենտրոնանան։ Իրենք վերջերս մի դաս միջոցառում էր, որտեղ իրականում ավելի շատ նախագծային դասեր նման, շատ ընտիր անցավ, մեծ այսպես բան էին պատրաստել, հենց իրենք խաղում էին դրա վրա։ Մենք ուսուցիչներ ունենք, որ մատի Դե առայժմ շատ ապրեք։
եթե համակարգիչը շախմատ խաղում է, այդ մաթեմատիկական ալգորիթմով դա հնարավոր է։ Բարև ձեզ։ Ահա, ինչ ունենք։ Հա։ Այս սարքը ի՞նչ է ցույց տալիս։ Ոյ, գնա։ Սկսեցնեմ։ Շատ լավ։ Ահա։ Հետաքրքիր կլինի, գիտեք։ Բեկվում։ Եթե համապատասխանանքյան տակ հայելիներ գնենք հավաքող խոսնյակով ունենանք առարկայի համապատասխան հավաքված պատկերայքեր։ Գիտեք 1980 Տիկին Անդրեասյան փաստն է նա, որ այսօր Հայաստանում ապրող քաղաքացիների 60-70 մինիմում, եթե ոչ 80-90-95%-ը սենց վարժությունների հետ առնչվելու իր ուսումնառության հանրակրթության ընթացքում չի ունեցել։ Սա լրիվ ուրիշ բան է։ Որտեւ նենց է ֆիզիկան, իրոք ֆիզիկան, քիմիան ինքը հասկանալու համար ինքը պետք է նյութ լինի, որովհետեւ տեսական այո, բայց մեկը տեսականը հասկանալու համար էլ գործնական աշխատանք է պետք։ Շատ լավ, գիտենք արդեն սա, որ նյութոնի երկրորդ օրենքը բացատրելու համար այս ճնշումը Պասկալի օրենքի համար է եւ այլն։ Այնպես որ այս այցերը շատ կարևոր է, որովհետեւ մեր գիտելիքներն էլ են բարելավում։ Հա, այստեղ ահագին կա նաեւ ուրիշ սարքեր։ Լաբորատոր ուրիշ նյութեր կան այստեղ։ Հաղորդակի ծանոթներ եւ այլն եւ այլն։ Այսպես։ Փորձել ենք ըստ ոլորտների դասավորել, Ճիշտ է կարի։ Գտնենք սարքերը։ Իսկ օգտագործման հետ հարմարվում եք արդեն։ Հարմարվել ենք ինչ որ առումով, բայց դե բաներ կա, որ մի քիչ դժվարությամբ է ստացվում, բայց փորձում ենք հարմարվել։ Շատ լավ։ Ընդհանուր շատ քիչ աշխատանքներ են, որոնք թույլ են տալիս աշակերտներին ավելի հետաքրքիր կատարել։ Բնականաբար։ Ֆիզիկա մենք որ դասարանից ենք սկսում սովորել։ Ֆիզիկա 6-րդ դասարանից, այնուամենայնիվ եւ մեր չափորոշիչով էլ կա, չէ՞ որ դասը ինքը երեխա է, պետքա խաղի կամ ինչպես ընդունված ասել ֆանի էլեմենտ պետքա ունենա, որպեսզի երեխան ներգրավի։ Շնորհակալություն, ստեսություն։ Հետո երբ որ այդ միջոցով ներգրավում են, մտնում եմ, հետո շատ դժվար են բանանում, որովհետև ինքը շատ մեծ էներգիա ունի։ Բարև ձեզ։ Ինչ նոր գրքեր ունեք։ Նոր գրքեր Աղաբաբյանի, Աշոտ Աղաբաբյանի գրքերից ունենք, ժամանակակից գրող Ռուբեն Եսայանի գրքերից ունենք։ Ինչպես խոսել ենք, առաջ կան ստանում։ Իսկ ունեք պլան, թե ինչպես երեխաներին ինչ որ ժամանակ սոցիալական ցանցերից կտրել եւ կապել գրքի հետ։ Փորձում ենք ամեն ինչ անել, կազմակերպում ենք ամենամսյա գրքի քննարկումներ, պատմվածքների քննարկումներ, որ խթանեն։ Դա շատ լավ ճանապարհ է, որովհետեւ հիմա երևի ընթերցանությունը ակումբային տրամաբանության վրա պետք է դնել, որովհետեւ մարդը երբ որ մենակ է առնում, հիմա անդադ կտրվում է։ Իմիջայլոց այդ արդեն արձանագրված փաստ է, որ ժամանակակից մարդու մեծագույն խնդիրներից մեկը կոնկրետ ժամանակ
բան կենտրոնացած մնալ մի խնդրի վրա, որովհետև սոցիալական ցանցեր, ինտերնետ եւ այլն, չգիտեմ, ինչ նույնիսկ այնց հաշվարկ կար, որ միջինում այսքան վարկյան է մարդը, այսօրվա մարդը կարողանում կենտրոնանալ մի խնդրի վրա, անպայման մի հատ շեղվում է, մի հատ լուր, մի հատ, չգիտեմ, WhatsApp, մի հատ Messenger, մի հատ եւ այլն եւ այլն։ Դրա համար ակումբային քննարկումը, երբ որ ներգրա մի քանի, որովհետև սոցիալական ցանցի տրամաբանությունն է, չէ ուրիշների հետ հաղորդակցության մեջ է էլի մարդը, որը հնարավորություն է տալիս իրան վիրտուալ դաշտից տեղափոխվել իրական դաշտ եւ գրքի նյութի քննարկումը շատ տարածքը իհարկե։ Մենք նախընտրական ծրագրում այդպիսի կետ ավելացրեցինք, նաև այս քննարկումների արդյունքում, որ մենք ընթերցանությունը խթանող ծրագրեր պետք է անենք եւ իմ կարծիքով եւ այդպիսի գաղափարներ էլ կան, որ ընթերցողների ակումբներ ստեղծվեն։ Իմ քայլը հիմնադրամի նախագիծն է դա, որ ընթերցողների ակումբներ ստեղծվեն, ոչ միայն դպրոցականների շրջանում, բայց իհարկե դպրոցական գրադարաններն էլ դասերից հետո կարող են օգտագործվել։ Հիմա օրինակ Հազար ներողություն գյուղի երիտասարդները, մեծահասակները, կանայք, տղամարդիկ հավաքվեն, գիրք կարդան, քննարկեն, շատ լավ ֆորմատ է։ Հոյակապ ձևաչափ եք մտածել։ Էլի ես մեղավոր դուս եք։ Մեկ էլ պարոն Խաչատրյան, տանիքների են գաղափարը հիշում եք, չէ՞։ Հա, որ մի քիչ պահից արդեն բան անենք։ Դուք ես ինչ լավ նախագիծ է։ Ես էլ շատ լավ լուծում է։ Եղել է նախկինում, ես թե նոր եք արել։ Նախկինում եղել է, բայց պահպանվել է։ Շատ լավ լուծում, ասենք տարածքի շատ ռացիոնալ եւ բովանդակային օգտագործում։ Բարև ձեզ երեխաներ, նստեք։ Որ դասարանն է։ Բարև ձեզ։ Ինչ դաս է։ Պատմություն հեռավար դասով։ Հեռավար։ Այսինքն մենթոր ուսուցչի մասնակցությամբ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Հետաքրքիր առաջին անգամ եմ սենց շատ կարդացել եմ, բայց առաջին անգամ եմ լսում։ Ինչ տպավորություններ ունեք այս հեռավար ձևաչափից։ Առաջի դասն է սա։ Իսկ դուք ինչ տպավոր։ Իսկ երեխաներ դուք, այս ինչ լավ մեծ դասարան է։ Իսկ դուք ինչ տպավորություն ունեք։ Լսվում է։ Կարևորը լսվում է։ Երևի երկու դասից դեռ շուտ է հետևություններ անել, բայց շատ լավ ձևաչափ է։ Շատ։ Սա այն ժամանակաշրջանն է, որի մասին ես վերջերս հաճախ խոսում եմ։ Շնորհակալ ենք շատ։
Բացա։ Շատ լավ, հետո։ Չխանգարեմ դասը։ Լավ եղեք։ Տիկին Անդրեասյանը, մենք հիմա մոտավորապես ինչ ծավալ ենք հեռավար ձևաչափ օգտագործում։ Մոտավորապես 6000 երեխան է շահառու։ Չափ դպրոցներ, այստեղ ճաշարանային Գործում է արդեն։ Այսինքն սարքավորումները չկան դեռ խոհանոց։ Ինչ լավ դաշտ է։ Այս դաշտերը մեր ամենալավ ձեռքբերումներից են։ Այս ծածկով։ Ու հարգելի գործընկերներ, մեզ սննդի անվտանգության տեսչական մարմինը իրավացիորեն դիտողություն է անում, որ մենք երբ որ գնում ենք դպրոցներ, մանկապարտեզներ եւ խոհանոցներ ենք մտնում, պիտի համապատասխան հաղթოს։ Կպատրաստեք, որ հիմա տակ սնունդը մենք դպրոցներում արտապատվիրակված մրցույթով ենք անում, թե տեղում ենք։ Այսինքն թողնված է դպրոցի հայեցողությանը։ Երևանում սկսենք այս տարի փորձարկել, անվաճառել շատ կարևոր։ Ինչը կփորձարկի։ Դպրոցական սնունդ ծրագիրը, որի շրջանակներում 1-ից 4-րդ դասարանցիները պետական բյուջեի միջոցներով սնունդ են ստանում եւ Երևանում նույնպես ծրագիրը Շատ լավ է, քանի աշակերտ ունեք։ Նստատեղերը ինչքան է։ Դե սկզբունքորեն նորմալ է, բայց քիչ ավելի մեծ ավելի լավ կլներ, բայց հիմա եթե սա նախագիծը էլի վատ չի։ Միջոցառում հասցրել եք անել։ Երեխաներ օրինակ բեմադրություն, համերգ նվագել, հասցրել եք անել։ Դաշնամուր տեսա։ Նոր այս սպիտակ են, այս Մեր երաժշտությունը մեր չափորոշիչով պարտադիր առարկա է, չէ՞։ Եվ ունենք նաև արվեստի ինտեգրացիա։ Մի հանդերձարանա, հա։ Այսքան գովեցինք, եկանք հասանք այնտեղը, որտեղ խնդիրը տեսա։ շատ ենք բավական չենք կարած կտրենք որտեղ։ Սա տնաշեններ, այսքան գործը արել եք, էլի, եկել ստեղ հələ ինչ են արել։ Չէ, ձեզ չէ։ Այդ բանի վրա, սպորտի վրա, ֆիզկուլտի վրա խնայելը փաստորեն նոր բան չի, տենց ժառանգաբար մեզ եկել, այս հոյակապ դպրոցը բերել երկու սենց բանով, հանդերձանով եւ հանդերձանի չափի դահլիճով։ Ափսոս, բայց էլի պայմանների համար Դե սկզբունքորեն բասկետբոլի եւ ձմեռը յոլա տանելու համար կծառայի։ Տարական դասարաններն էլ բանվաճառել, կարծում եմ, այս տարածքում նորմալ ֆիզկուլտուրանել են։ Դե մեր մեջ ասած, չէ, չնայած դրա կարիքը չկա։ Գնդակները տեղում են, ամեն ինչ տեղում է։ Մնում է, որ բասկետբոլի, բայց գույքի համար արդեն տեղ չունեն մարդիկ, էլի, դա պրոբլեմը։
Հա, չէ, այստեղ մի կերպ խցկած, բայց կարող եք պահել։ Զարմանալի բան է, էլի, զարմանում եմ։ Ասենք այդ երկիրը դպրոց այն հատվածը տենց ամեն ինչ տեղը տեղին, այս հատվածը ասենք ինչ որ չես հասկանում։ Ուշ է սարքել սա բան վաճառել։ Իմ մտքով էլ անցավ, հա։ Իմ մտքով էլ անցավ։ Հետո կցել են, էս է։ Արդեն համարյա եզրակացնում էի, որ վերջապես մի հատ վերակառուցված դպրոց տեսանք, որ լրիվ մեր պատկերացումների մեջ է, դել վերջին պահին կտրուկ շրջադարձ։ Բայց դե մեկ է, ես բան եմ անում, բայց հիմնանորոգման այս ծրագիրը ծառայում է իր նպատակի։ Բոլոր դեպքերում, որովհետև այնուամենայնիվ մի քիչ այդ բանը կար, որ մի քիչ նեղվում էինք, որ նաև ծնողները, նաև երեխեքը, նաև նամակներ էին գրում, որ այսինքն սկզբից շատ կառուցման վրա էին կենտրոնացած։ Արդյունքը երկու անգամ մեծացրել ենք ըստ էության, պարոն վարչապետ, մենք այս ժամանակահատվածում հիմա առեսօր նորոգված դպրոցների հաշվին 70-ով ավելի արդեն բարեկարգ բերված պայմանների դպրոցներ ունեն, քան հակառակ դեպքում ունենային։ Իհարկե արդեն հաջորդ ավարտողները լինելու են կառուցողները, որոնք ավարտին են հասնում։ Բայց հիմա օրինակ ասենք մեր քաղաքականությունը նմանատիպ դպրոցների վրա էլի նույնը պետք է առնի, թե Էլ չունենք, պարոն վարչապետ, 10-15 էլ կարող է ավելանա այս եղածին ու բոլորը պիտի նորը կառուցվեն։ հա, հասկացա։ Այսինքն մենք հիմա հիմնանորոգման համար ընտրել ենք այն շենքերը, որոնք դեռ կարող են ծառայել, ու դրանք շատ չեն փաստորեն։ Ավարտվել են գործնականում։ Հա, դեռ էլ է։ Մենք էլ փոխաշինության տեսանկյունից հասկանում ենք, որ այդ մի խնդիրը լուծել ենք, հիմա մենակ առողջության վրա։ Դե շատ լավ է։ Շատ լավ է, այսինքն հետագայում էլ եթե իսկ մեր գնահատական կա, այս շենքը դեռ քանի տա 10 տարուց հետո ինչ պետք է անենք, այսինքն ինքը եթե սեյսմակայուն եղավ, այստեղ ես մտածում եմ, օրինակ նույն տրամաբանությամբ կարելի է մի հատ էլ այս դահլիճը օրինակ հույս ունենք, որ բնակավայրում երեխեքի թիվը նախ կշատանա եւ դպրոցը փոքրություն կանի եւ ասենք կարա այս մարզադահլիճը լինի փոքրների համար, մի հատ է մեծերի համար արդեն մեր ստանդարտի մարզադահլիճ կառուցենք, տարածք ունի դպրոցը։ Հա, շատ լավ։ Բարև ձեզ։ Ոնց է խաղացվում այս դաշտում։ Իսկ նախկինում ինչ դաշտ ունեիք ֆուտբոլի։ Ոչինչ։ Բարև ձեզ։ Լավ է, գոհ եք։ Լավ, շնորհակալ եմ, շատ։ Դահլիճը մի քիչ փոքր է, բայց ոչինչ, յոլա կտանի, սրա հետ յոլա կտանի։ Հաշիվը ինչ է։ Հաշիվը 3-2։ Հոգուտ։ Իսկ դուք ովքեր եք։ Նույն դասարանն է։ Հա։ Լավ է։ Դե, ուզում ենք մի հատ սիրուն գոլ տեսնենք ու գնանք։ Շարունակում ենք։ Շատ լավն է, շատ այս դաշտերը շատ, այս դաշտը զրոյից եք սարքել փաստորեն։ Շատ լավն է։ Կներեք էլի, իսկ այս ծածկերը մենք լավ տպավորություն ենք ստանում, իսկ իրարման մեջ Ռետինային է, մի քիչ բառը փաչն է, բայց վատա դա որ ռետինային է։ չէ, հողից շատ լավ։ Բա ինչ նկատի ունեք արհեստական խոտածածկը։ Դե մտածում եմ, էլի ընկնելու հետ կապված վնասվածքի եւ այլն։ Դե բայց առաջ բետոն էր լինում։ Դրա համար եմ ասում, հիմա ավելի լավ է, շատ լավ է։ Կամ ասում։ Ահա, ահա։ Հասնենա, որ շատ լավ դաշտ է։ Լավ եղեք, հաջողություն ձեզ, շնորհակալ եմ։ Եղավ գոլը։ Արդեն 5 հատ խփել են, հա, դա կալար են։
Տեսեք, էս էլ է շատ լավ լուծումը։ Էս։ Ծիրանն է ծաղկում է, բերքն է ոնց որ լավ ալնելու էս տարի։ Հա, դե հետագայում կարևոր դպրոց տարածք ունի, արդեն ինքը բարելավման տեղերը լավն են։ Մենք ենք շնորհակալ։ Հա։ Սա մոտենանք։ Բարև ձեզ ժողովուրդ։ Բարև ձեզ, ուրախ եմ շատ։ Լավ եք։ Լավ եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհավոր ձեր դպրոցը։ Շնորհակալ եմ։ Ված չի ստացվել ոնց որ։ Բայց արդեն մտածում ենք հետագա փուլերի մասին։ Մտածում ենք, որ հետագայում հույս ունենք, որ աշակերտների թիվը կմեծանա։ Ինչ անունը։ Դու ոչ դպրոց, ոչ մանկապարտ ես։ Բայց ոնց։ Բարև եղբայր։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Լավ, դուք լավն եք։ Ես եմ շնորհակալ։ Բարև եղբայր, լավն եք։ Բայց դուք բան չեք, Գեղարքունիքում չեք ապրում։ Բա ինչ եք անում ստեղ։ Հարցը օգնականը ստեղ է։ Պարոն Իսախանյան, մի հատ մոտեցեք։ Հա, իհարկե։ Հիմա մտածում ենք, որ երեխեքի թիվը մեծանա եւ դպրոցում նոր կորպուս լինի, նոր մարզադահլիճ լինի եւ այդպես շարունակ։ Ճիշտ ենք մտածում։ Լավ։ Հա, որովհետեւ շենքը լավն է եղել, դրա համար ենք որոշել։ Այդ քարտեզներից չեք նվիրում, պարոն վարչապետ։ Որ ուզեք ունենք քարտեզներ։ Ուզի որ։ Հաճույքով։ Պարոն Իսախանյան, այնտեղ մի քաղաքացու հետ կապված։ Վարչապետ, թորմիկս էս երկու օր նկարվի մեր կարելի է։ Հա, դու ես ուզում թե պապիկը, հələ ճիշտն ասա։ Ճիշտ ասա, Էլենա։ Ուզում ես նկարվես, եթե ուզում ես արի, եթե չես ուզում մի արի։ Ուզում ես։ Հա, ուզում ես դե արի։ Մենք քարտեզից էլ ենք հեսա։ Էսա քարտեզից էլ կտամ։ Դե արի նկարվենք։ Թիքել Արի։ Տուր մի հատ, տուր քարտեզ, տուր։ Ահա, այս սենց։ Մարիամ ջան, նա այստեղ։ Շատ ապրես։ Հեսա բեր փակցնենք։ Այդ քարտեզն էս կարելի է մի թորմիկիս էլ տամ ու։ Դավիթ ջան, նայ։ Դե Շատ ապրեք։ ասեցի շո։ Լավ է ստացվել դպրոցը, գոհ մնացի ընդհանուր։ Հա, իհարկե։ Տուր երեխուն էլի քարտեզ կամ։ Դավիթ ջան, տուր։ Այսը քեզ։ Կպցնենք ու նկարվենք։ Դե նայ ինձ, նայ։ Ահա, շատ լավ։ Համեց։ Հա ջան։ Լավ եղեք, շնորհակալ ենք ժողովուրդ ջան։ Գնանք։ Հա ջան։ Մենք էլ ծեր չեք։ 2 րոպե այդ իրատեսական չի։ Էսա օգնականը ձեր հեռախոսի համարը կվերցնի, հետո կկապվի։ Որտեվ սպասում են մարդիկ, շատ չսպասացին։ Հա ջան, համեցեք իհարկե։ Էս ուղենք։ Կար քարտեզ, մի րոպե, քարտեզ, Դավիթ, մի հատ քարտեզ տուր տեսնի։ Ով ա ուզում քարտեզ ժողովուրդ։ Եվս մեկը կտակ։ Ո՞վ։ Հա, իհարկե կարող եմ, տուր։ Էսա մի րոպե նկարվենք։ Այո, մեր։ Նկարվեցինք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սա ձեզ, որ արագ լինի, չեմ կպցնում ես։ Էլով ա ուզում։
Հաճիկով։ Ես ձեզ։ Իհարկե։ Ես ձեզ։ Հա, դուք ունեք, ով չունեք։ Չէ, չպրծավ։ Շատ կա, չի պրծում։ Շատ լավ, շնորհակալ ենք։ Ես էլ ձեզ։ Ես վիդեոն արշավիրություն ստեղ եմ ապրում։ Հա, ո՞նց եք հայտնվել, ուրախ եմ շատ։ Ես Հենց այս գյուղում։ հա հենց ստեղ տղես է պաշտպանահարյանից հա։ Ո, շատ ուրախ եմ։ Ինչքան աշխատավարձ աստան։ Ստեղ 320։ Էդ հա։ Ես ստեն մեծ դպրոց գնացել ավարտել եմ։ Ուրախ եմ շատ, ուրախ եմ։ Ես էլ ձեր հետ եմ վախտունից քալեր։ Ուրախ եմ եղբայր։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Դուք եք ստեղ։ Այո։ Ուրախ եմ, չգիտեի։ Լավ եղեք։ Առայժմ Տիկին տնօրեն, ստեսություն։ Ես էլ քեզ եմ շատ սիրում, մռունչ։ Պարոն Փաշինյան, Ստեսություն շնորհակալ։ Հայ իհարկե հաճիկով։ Լավ եղեք։ Լավ եղեք, շնորհակալ եմ շատ, ստեսություն Ժորժ։